Աշխարհի երաժշտական քարտեզի կենտրոնը մի քանի օրից կդառնա Սյունիքը։ Հայաստանի հարավում լեռների մեջ թաքնված Կապանը այս տարի արդեն 4-րդ անգամ 10 օրով կվերածվի միջազգային երաժշտական բեմի։ Քաղաքի առօրյային էլ կխառնվեն Բախի, Բրամսի, Կոմիտասի երաժշտությունն ու տանգոյի հնչյունները։ Այս տարի նույնպես լինելու են 45 արտիստ, եթե ոչ ավել, տրադիցիան չենք խախտում, հիմնականում կլասիկ համերներ եւ ջազ եւ ֆյուժն խառը բաներ ենք անելու, այս տարի մոդեռն երաժշտություն, Ֆրանսիայից երգչախումբ է գալիս 18 հոգանոց եւ համաշխարհային պրեմիերա լինելու, Միշել Պետրոսյանի գրած երգ Փարաջանով խորագրով, այնուհետև ունենալու ենք ջազ Վրաստանից, մնացած համերների մեծ մասը կլասիկ։ Փառատոնի հիմնադիր ու գեղարվեստական ղեկավար թավջութակահար Սևակ Ավանեսյանի համոզմունքն է, որ բարձրակարգ մշակույթը չպետք է կենտրոնացած լինի միայն մայրաքաղաքում, որ արտերկրից եկած երաժիշտներն ու հյուրերը պետք է ճանաչեն նաև երկրի մյուս գույներն ու շերտերը, Սյունիքի լեռները, բնությունը, պատմությունը ու իհարկե մարդկանց։ Կապանֆեստը երաժշտությունը բարիս բուն իմաստով բարձրացրել էր լեռներ։ 2 տարի առաջ էր, որ Խուստուփի լանջին հնչեց լեգենդար ջազմեն Տիգրան Համասյանի դաշնամուրը։ Դա փառատոնի հիմնական ծրագրից դուրս էր։ Հատուկ միջոցառում էր, որի ընթացքում էլ Համասյանի դաշնամուրը ամպերի միջով հասցվեց Խուստուփի լանջ ու լեռներում հնչեց։ Բելգիայում կրթություն ստացած միջազգային մրցույթներում հաղթած Սևակ Ավանեսյանը հավատում է հայկական երաժշտության ուժին։ Միշտ այդ հավատը նա աշխարհին ցույց էր տվել 2020-ին, երբ Արցախում հրթիռակոծված Ղազանչեցոցի ավերակներում նրա թավջութակից հնչեց Կոմիտասի կռունկը։ Մի քանի րոպե տևած այդ կատարումը ցավի ու հիշողության մասին մի ամբողջ պատմություն էր։ Եվ մենք փորձում ենք մշակույթով, երաժշտությունով եւ ամեն մեկս մեր օրինակով եւ մեր աշխատանքով ցույց տանք, որ այո, հայն արժանի է ունենալ Հայաստան։ Այդ երաժշտական խոստովանությունից հետո պատմությունը տեղափոխվեց փառատոնային իրականություն։ Ու Կապանը հիմա դառնում է մի վայր, որտեղ ոչ միայն 10 օր երաժշտական տոն է, այլ վայր, որտեղ խոր արմատներ է գցում երաժշտությունը։ Փառատոնի հենց մեկնարկից քաղաքի երգեհոնային դահլիճը Կապանֆեստի շնորհիվ համալրվեց նաև համաշխարհային մակարդակի Steinway & Sons համերգային ռոյալով։ Իսկ դաշնամուրը դա մի տեսակ թոնիրն է, որի շուրջը հավաքվում են երաժիշտները։ Ժամանակին ոնց էին թոնիրի շուրջը ընտանիքը հավաքվում, եւ դաշնամուրը եւ համերգասրահը այդ երևույթն է, որը որ ստեղծեց Կապանի փառատոնը։ Հաջորդ տարի մենք վերանորոգեցինք լեգենդար Ռիգեր Կլոս երգեհոնը, որը որ արդեն Մարինյան թատրոնից հասել էր Կապան եւ աշխարհի ամենահանճարեղ երգեհոնահարները այնտեղ նվագում էին եւ վերջի 30-40 տարին անտեսված էր։ Վերանորոգեցինք եւ 2 օր առաջ տեղի ունեցավ մեր հետ ընդհանրապես կապ չունեցող երգեհոնային համերգ։ Իսկ հուլիսյան արդեն ավանդական դարձած համերգային ծրագիրը համեմվում է վարպետության դասերով, աշխատարաններով, ցուցահանդեսներով։ Մշակույթն էր սերմ է, մի հատիկ, որտեղ ցանես ու խնամքով մշակես, այնտեղ էլ բերք կտա։ Ուսանողների քանակը, երեխաները, որոնք որ գնում են երաժշտական դպրոց, կրկնապատկվել, եռապատկվել է եւ Կապանի համայնքապետը ինձ կատակով ասեց, ասում է, բա հիմա ինչ անենք, այդքան դասատու չունենք, այդքան դպրոցներ չունենք, իսկ երեխաների կողմից ցանկությունը շատ մեծ է, սա շատ հաճելի եւ պոզիտիվ խնդրեմ է, որ պետք է լուծենք։ Այսպիսով Կապանը եւ երգեհոնային դահլիճը եւ Սյունիքը սարքում ենք երաժշտության մայրաքաղաք 10 օրով։ Հուլիսի 4-ից երաժշտական մայրաքաղաքի վերածվող Կապանը եվրոպացի եւ տեղացի հյուրերի համար անակնկալ է պատրաստել։ Սյունիք գնալիս ուսապարկում պետք է ընդամենը մի տեղ էլ պահել դիմակի համար։ Վիեննա Սամարը կարճ ժամանակով տեղափոխվում է Հայաստանի հարավ։